Բարի առավոտ, տաք ու ջերմ առավոտներ բոլորիս, արևներ ու ժպիտներ, չնայած արևը թաքնվել է այսօր ամպերի հետևում, բայց միևնույն է մեր եթերում այն շատ է, ապա նայեք ինձանից ձախ, տեսեք ոնց է ժպտում արևը։ Վայլի սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն սիրելի Սուրեն, ես անդադ մտածում էի քո տեքստի մեջ որտեղ է արևը, որովհետև առավոտյան եղանակը հասցրել էր փչացնել իմ տրամադրությունը, բայց շատ սիրուն սկսեցի, շնորհակալ եմ շատ։ Առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, այո, մենք ձեզ համար պատրաստել ենք շատ պայծառ, շատ դրական, շատ գեղեցիկ եւ շատ լուսավոր եթեր, այնպես որ հարմար տեղավորվեք էկրանների առջև, պատանից դուրս մի նայեք, դա ձեզ հաստատ պետք չէ։ Բայց միևնույն է, փորձեք հենց նույնիսկ այդ անպամած արևային կիսաարևային տրամադրության մեջ էլ գտնել են կարևոր լուսավոր կետը, որն այսօր ուղեկցելու է ձեզ ողջ օրվա ընթացքում։ Այդ կետը հաստատ այս պահից մեր եթերն, իսկ ընդհանրապես արդեն օրվա ընթացքում դուք եւ ձեր կարևոր գործերը։ Մենք կփորձենք պարզապես թեթևակի ուղղորդել ձեզ։ Մնացեք մեզ հետ, ունենալու ենք բավականին հետաքրքիր հյուրեր, խոսել ենք շատ հետաքրքիր թեմաներից, համեղ խոհանոց, լավ տրամադրություն, ժպիտներ, էլ ինչ է պետք առավոտը լավ սկսելու համար։ Ահա, եւ նշենք, այսօր ապրիլի 2-ն է, օրը Չորեքշաբթի։ Դա ասում են երջանիկ մարդիկ մոռանում են օրվա զգացողության եւ ժամի մասին։ Ահա, ապրիլը սկսել է իր ամբողջ ընթացքը եւ նշենք պատմության էջերը գնալով, թե ապրիլի 2-ին ինչ նշանավոր դեպքեր են տեղի ունեցել եւ այսպես ապրիլի 2-ին 1896 թվականին ծնվել է Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Հայ վրիժառու Սողոմոն Թելերյանը։ Նախնական կրթությունը ստացել է Բագարիճում, ապա ուսումը շարունակել է Երզնկայի կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին եւ 13 թվականին փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թելերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ 1921 թվականին նա մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը, առաջադրանք ստանալով սպանել ԵՂՆ-ի գլխավոր կազմակերպչին Թալիաթ Փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բերլինի Շարլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալիաթին եւ ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։ Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ, դատարանում ասել է Թելերյանը։ Նա պաշտպանվում էր 3 դատապաշտպանների կողմից։ Արդարացված Թելերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 45 թվականից հետո բնակություն է հաստատել նախ Կազաբլանկայում եւ ապա Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ էլ մահացել է 60 թվականի մայիսի 23-ին։ Այո, եւ երբ որ ես սոնա եղավ Ֆրեզնոյում, Միացյալ Նահանգներում, ես գնացի անպայման հենց Թելերյանի գերեզմանոցը, որտեղ այդ հուշաքարը կար եւ բավականին տպավորիչ էր եւ կարծում եմ նրա արված բոլոր գործերը, հա, այդ շատ մեծ ու կարևոր բան է մեզ համար, յուրաքանչյուր հայի համար, որովհետեւ Թելերյանը այն մարդն է եղել, այն հերոսն է եղել, ով փորձել է այդ ազգասիրության մեծ, հա, ոգեշնչումը իր մեջ պահելով, կարողանալ անել այն ամենը, ինչը որ փորձեց մի ամբողջ ճակատագիր փոխել մեր մտածողության մեջ եւ կարծում եմ, որ Թելերյանը շատ են պետք։ Անցնենք առաջ, 1918 թվականի ապրիլի 2-ին Շուշիում ծնվել է պարուհի, երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արև Բաղդասարյանը։ Ավարտել է Բաքվի տնտեսագիտական ինստիտուտը, 1936 թվականին Դոնի Ռոստովի երգի եւ պարի օլիմպիադայում գրավել է առաջին տեղը։ 1940 թվականին ավարտել է Բաքվի պարարվեստի ուսումնարանը եւ դարձել մենապարուհի։ 38 թվականին Մոսկվայում Ավետիք Իսահակյան Արևին խորհուրդ է տվել տեղափոխվել Հայաստան։ 1941 թվականին նա դարձել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, հայրենական մեծ պատերազմի տարիներին հանդես եկել 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկների խրամատներում։ 1946 թվականից աշխատել է Արտեմի Այվազյանի ղեկավարած ջազ նվագախմբում եւ ելույթներ ունեցել Խորհրդային Միության բազմաթիվ քաղաքներում եւ արտերկրում։ Արտիստու հեղինակած ամենասիրված երգերից է Նախշում Բաջին, 1955-ից 87 թվականին եղել է Բարեկամություն երգի եւ պարի համույթի գեղարվեստական ղեկավարը։ Բեմական գործունեության 50 տարիների ընթացքում կատարել է աշխարհի մոտ 70 ազգերի տասնյակ երգեր եւ պարեր։
Այսպես կոլորիտային եւ շատ հետաքրքիր ձև, տեսակ, մի խոսքով Եվ Նախշուն բաժից շատ հարթ անցում կատարենք Երևանի փողոցները այս պահին ու Երևանի հասկանանք նախշուն փողոցները եւ հասկանանք, որ այստեղ խցանումները այսօր կան, շատ են եւ բավականին տպավորիչ են։ Ես կասեի, ինչպես նկատում ենք փոքր կենտրոնում ուսանողական հատվածը բավականին խցանված է, Սարալանջը, Միասնիկյանը իջնող հատվածում խցանված է այս պայդրությամբ, Աթենքի փողոցն է խցանված, խցանումներ կան Ազատության պողոտայում եւ իհարկե խցանումները Իսակովի պողոտայում են էլի բավականին լուրջ տրամադրված խցանումներ կան երրորդ մասի հատվածում Գարեգի Նժդե Արշակունյաց փողոցներում եւ տեղափոխվենք մի քիչ էլ չէ մասիվի շրջանը ազատ է այս պայդրությամբ եւ Արաբկիր այո գանք Արաբկիր տեսնենք այո ինչպես միշտ Արաբկիրի շրջանը խցանված է Կոմիտասի պողոտան երկկողմանի Դավթաշենի կամուրջ Վաղարշյան Հալաբյան փողոց, Բարեկամություն մետրոյի հարևանությամբ, Կիևյանը եւ այնուհետեւ Բաղրամյան իջնող եւ Օրբելի եղբայրները փողոցը նույնպես խցանված է։ Այսպեսին է այս առավոտ, ինչպես տեսնենք, ամեն վայրկյան կարմիրը շատանում է, դա ցույց է տալիս, որ խցանումները հիմա ավելի շատ տեղակայված են կենտրոնում։ Երևի մի քիչ էլ եղանակի հետ է կապված Սոնա։ Իդեպ այս շաբաթը շատ խցանումներով է սկսվել, սիրելի Սուրեն, որովհետև նախորդ շաբաթվա համեմատ այս շաբաթ ինչ-որ շատ են խցանումները երկուշաբթի օրվանից սկսված։ Բայց իմ առաջարկում եմ չմտածենք այս մասին, դիտենք մեր հաղորդումը, մոռանանք փողոցների մասին, որովհետև մի քանի ժամ հետո վստահաբար ավելի թեթև կլինի, տեղափոխվենք Խոհանոց եւ ողջունենք մեր շատ սիրելի Ադրինեին ու ծանոթանանք օրվա բաղադրատոմսին։ Սիրելի Ադրինե, Ողջույն սիրելիներս, բարի ողջույն, բարի արև մեր թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս ճիշտ է այսօր մի փոքր մռայլ է եղանակը, բայց դա ոչ մի ազդեցություն պետք է չունենա մեզ վրա, մենք փորձենք օրվա ընթացքում մեր տրամադրությունը լավ պահել, հուսանք, որ ամեն բան օրվա ընթացքում լավ է գնալու եւ մենք էլ մեր աշխատանքները ճիշտ ենք կատարելու։ Սիրելիներս պատրաստեք շատ համեղ նախաճաշ եւ միացեք մեզ։ Ես արդեն ունեմ մեկ գավաթ սուրճ, որը ընթացքում կվայելեմ, բայց ես խորհուրդ եմ տալիս անպայման նախաճաշել։ Այնուհետև անպայման ըմպել մեկ գավաթ սուրճ, ինչը էներգիա, տրամադրություն կհաղորդի ձեզ եւ ամբողջ օրվա ընթացքում կարծում եմ դրական լիցքեր կտա ձեզ։ Սիրելիներս, այսօր պատրաստելու ենք շատ համեղ ուտեստ, խմորով է մեր ուտեստը, այսօր շերտավոր խմոր ենք օգտագործելու եւ այսպես մի քիչ ոչ թե լցոնելու ենք, այլ հետաքրքիր միջուկ ենք պատրաստելու եւ տեղադրելու ենք մեր խմորի վրա եւ ված վիճակում։ Ահա, ինչ է մեզ պետք դրա համար։ Բնականաբար ունենք շերտավոր խմոր, ես ձեռք եմ բերում այն խանութից, ինքս չեմ պատրաստել, այնպես որ իմացեք, ես մշտապես կողմնակից եմ ավելի հեշտ պատրաստվող ուտեստների եւ ավելի շատ, այսպես, որպեսզի ժամանակ չկորցնենք, հեշտ ձեռք բերենք բոլոր բաղադրիչները եւ պատրաստենք ուտեստը։ Ուրեմն հիմքը լինելու է շերտավոր խմորը, մեզ պետք է լինելու նաև պանիր, անպայման, պանրի տեսականի, այսինքն ոչ թե մեկ տեսակի պանրով ենք այս ուտեստը օգտագործելու, այլ մի քանի պանիրներ խառնելու ենք։ Եվ այստեղ օգտագործելու ենք սունկ, այն միջուկը, որը ասում եմ պետք է պատրաստենք, միջուկը պատրաստելու համար մեզ պետք է լինելու սունկ։ Մենք ունենք պահածոյացված տարբերակը, Իջևանի գինու եւ պահածոների գործարանի ուրեմն առաջարկն ենք օգտագործում, այստեղ ունենք սամիտ, մեզ հավկիթը պետք է լինելու ընդհանրապես խմորի վրա տրորելու համար եւ բնականաբար խմորը բացելիս ուրեմն ալյուր է պետք լինելու եւ անպայման նշեմ, ահա այստեղ մենք ունենք կատնաշոր, ունենք թթվասեր, այս երկու տարբերակը եւս պետք է օգտագործենք։ Հիմա անցնենք առաջ, երևի թե ամենաառաջին հերթին մենք պետք է սունկը, մեր մարինացված սունկը կտրատենք եւ սկսենք տապակել, ես բերեմ թավան եւ անցնենք առաջ։ Այստեղ ընդհանրապես տապակման process-ում միայն սունկ ենք օգտագործելու, իսկ կատնաշորը եւ թթվասերը մենք օգտագործելու ենք պարզապես։ Այդպես միախառնելու ենք եւ իհարկե ստանանք մեր այն հետաքրքիր միջուկը, ինչը ես առաջարկելու եմ այս պահին։ Ահա, ես այստեղ 1 վայրկյան ձեզ լքեցի, բայց ահա ունենք այսպիսի հարմարանք, ես ձեռքի տակ պահում եմ այս իրերը, որպեսզի այսպես
Ողջույն Սուրեն ջան։ Ադրին ջան։ Ջան, Հիմա դու հիմա այս process-ը անես եւ մենք կարող ենք ունենալ փոքրիկ դաթար, հետո վերադառնանք ու շարունակենք։ ես ոնց հասկացա դա անհրաժեշտություն է։ Այո։ Հասկանալի է, ես կկտրատեմ սունկը, կսկսեմ տապակել, այնուհետև շարունակությունը միասին։ Շատ լավ։ Այս բային փոքր դաթար, կարճ, հետո վերադառնանք ու շարունակենք։ Մնացեք մեզ հետ։ Այսպիսի լավ տրամադրությամբ ժպիտներով ու արևով անցնում ենք առաջ եւ առավոտը սկսել ենք հենց այդ տրամադրությամբ էլ փորձենք շարունակել ողջ օրվա ընթացքում։ Երեկոյան հիանալի տրամադրություն ապահովում են ընկերները, հարազատները, եթե ինչ որ մի հետաքրքիր թեմայի շուրջ հավաքվում են եւ հենց տրամադրությունն է ստեղծում է Իջևանի գինոգործարանը, առաջարկելով գինիների լայն տեսականին, որոնք հաստատ երեկոյան կփոխեն ձեր տրամադրությունը եւ ռիթմը, որովհետեւ շատ կարեւոր է, երբ որ ընկերների ու հարազատների հետ ես, լինի այն տրամադրող եւ տրամադրիչ ուժը, որն էլ հենց Իջևանի գինու գործարանն է։ Իսկ մինչև երեկո առավոտյան իհարկե մի մոռացեք կատնամթերք օգտագործելու մասին, իսկ անարատկաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաև պանիրների լայն տեսականի առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Չմոռանանք կարևորի մասին, երբ խոհանոցում փորձում ես ինչ-որ հետաքրքիր բաներ պատրաստել, շատ կարևոր են ոչ միայն բաղադրիչները, նաև բոլոր այն ատրիբուտները, որոնցով որ պատրաստվում է։ Եվ այս դեպքում Տրամոնտինա բրազիլական բրենդը հասնում է ձեզ օգնության։ Հիշենք, որ Տրամոնտինան ունի հատուկ ծածկույթ իր բոլոր պարագաների վրա, որոնք չեն վերցնում թունավոր բակտերիաները։ Սա հատկապես կարևոր է նշել, եթե ճաշիկներ եք պատրաստում փոքրիկ հրաշքների համար։ Դե իսկ ես հիմա խոհանոցից լսում եմ Տրամոնտինա դանակի կտոցի ձայնը, այնպես որ տեղափոխվենք խոհանոց եւ տեսնենք, թե մեր շատ սիրելի Ադրինեն որ փուլում է։ Ադրինեն էլ մեզ համար է, մեր փոքրիկ հրաշքների համար է պատրաստում այսօրվա ուտեստը։ Շնորհակալ եմ սիրելիներս, նորից բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտողին, այո, Սոնան իրավացի է, այսպես կտկտոցներ եմ ես հանում, բայց այս ձայները միայն համեղությունների համար են, սակայն ես մի բան հասկացա նաև, տախտակս մի փոքր այսպես շարժվում է եւ ձայնը տարածվում է, մենք ունենք հատուկ հարմարանք դրա համար։ Սիրելիներս, այսպես խոհանոցային նաև հարմարանքներ կան, որոնք հենց նախատեսված են նմանատիպ աշխատանքների համար, այսինքն եթե սա ուրեմն տեղադրենք տախտակի տակ, ինչ որ չափով այս ձայնը կվերանա։ Ես երբեմն մոռանում եմ սրա մասին, բայց ամեն դեպքում սա շատ օգնում է նաև ինչի համար, որ տախտակը չշարժվի, կտրատելիս տախտակը այսպես չգնա գա եւ շատ ավելի հարմարավետ լինի աշխատելիս։ Սա էլ մի տեսակ կարելի է ասել լայվ խակի տարբերակ է, եթե չունեք նմանատիպ ռեզինե ուրեմն հարմարանք, կարող եք պարզապես խոհանոցային որևիցե լաթ, որը կարող եք մի փոքր թրջել եւ դնել տախտակի տակ, այնուհետեւ սկսել աշխատանքը։ Ահա, ես լուծեցի այդ հարցը, այլևս երեխեք կարծում եմ չի գալիս ձայնը էլ, հարցը լուծված է, այսպես ասած, տախտակը չի շարժվում եւ ձայն չկա։ Ահա, բայց ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ Տրամոնտինան իհարկե ունի հրաշալի տեսականի խոհանոցային պարագաների, իմիջիայլոց տախտակների մասին նշեմ, որ այն էկոլոգիապես շատ մաքուր է, բնական հումքից է եւ արտադրվում է սեփական անտառ, այսինքն այն ինչ որ բնությունն է ստեղծել, բոլորովին այդ անտառների ծառերի հետ ոչ մի կապ չունեն այս տախտակները, այս փայտը, նրանք ուրեմն իրենց հատուկ անտառներ ունեն, որտեղ աճեցնում են այդ ծառերը, մեծացնում են, այնուհետև մշակում են եւ ստեղծում են նմանատիպ հարմարություններ խոհանոցի համար նախատեսված։ Այսպես, դանակների մասին խոսք չկա, շատ հարմարավետ են, շատ սուր են իմիջիայլոց, ինչը շատ անհրաժեշտ է տանտիկինների համար, որ ձեռքի տակ ունենան սուր ուրեմն դանակներ ոչ միայն տիկինների համար, այլ նաև տղամարդկանց, այն տղամարդկանց համար, ովքեր սիրում են պատրաստել եւ բնականաբար հմուտ մասնագետների համար սա շատ կարեւոր է շեֆ խոհարարների համար։ Այսպես, սիրելիներս, կարծես թե շատ խոսեցի այս թեմայով, հիմա անցնենք առաջ, ասեմ, որ սունկն ենք կտրատում, իմիջիայլոց նշեմ, որ սունկը պետք է կտրատել շատ մանր, այս տարբերակում պետք է այն լինի շատ մանր։ Ես չնայած նրան, որ հիմա մի փոքր այսպես կտրատում եմ սովորական ձևով, հետո փորձում եմ ավելի մանրացնել այն։ Չափաբաժինը ես հիմա կհասկանամ ընթացքում որքան է ինձ անհրաժեշտ, ճիշտ է բավականին շատ է իմ սունկը, բայց երևի թե ամբողջությամբ չեմ այն օգտագործի։
Հետո ընթացքը ցույց կտա, եթե կարիք կլինի ավելացնել, անպայման կավելացնենք։ Ես հիմա միացնում եմ գազ օջախը։ Այստեղ տեղադրում ենք մի փոքր կարագ։ Այսպես։ Եվ այս մարինացված սունկը կտապակենք կարագի մեջ։ Սիրելիներս, քանի որ ինձ մոտ սունկը մարինացված է, այն շատ երկար չեմ թողնի կրակի վրա, մի փոքր այսպես կտապակեմ, համեմունք կավելացնեմ մի երկու, երևի թե կարմիր եւ սև պղպեղ, դասական տարբերակ եւ մի փոքր էլ աղ։ Իհարկե սունկը այնպիսի մթերք չի, որ կարիք կա երկար տապակելու, բնականաբար եթե թարմ տարբերակը դուք ունենաք, անշուշտ էլի շատ տապակել պետք չի։ Մի փոքր այսպես յուղի մեջ վախեցնել, այսպես ասած, մեր տնական լեզվով, այնուհետև արդեն ավելացնել համապատասխան մթերքների մեջ։ Եվ այստեղ իհարկե ես ձեռքի հետ, այսպես ասած, ուրեմն արդեն կսկսեմ պատրաստել կատնաշորը եւ թթվասերը։ Ավելացնեմ սունկը, չնայած կուզեմ, որ մի փոքր էլ մանրացնեմ, ահա, մեր դանակի օգնությամբ մի փոքր էլ մանրացնենք եւ ավելացնենք կարագի մեջ։ Այսպես։ Ահա։ Այսպես։ Ես սուրճ էլ ունեմ, սիրելիներս, դուք նախաճաշեք այնուհետև սուրճ խմեք։ Իհարկե կարելի է այս տախտակը հիմա այս պահին դնել մի կողմի վրա եւ անցնել առաջ։ Ուրեմն օգտագործելու ենք կատնաշոր, թթվասեր եւ այս տապակված սունկը լցնելու ենք մեր այս զանգվածի մեջ։ Ահա, ավելացնում ենք կատնաշորը։ Մեր թարմ կատնամթերքն ենք օգտագործում, Էլոլա ապրանքանիշի առաջարկը։ Այսպես։ Իհարկե չմոռանանք սնկի մասին, որ պետք է այսպես ձեռքի հետ նաև սա խառնել։ Մենք ունենք այսպիսի հարմարություններ եւ արագ-արագ կխառնենք։ Ահա։ Շատ բարի, այստեղ ավելացնում ենք թթվասեր։ Ինչ է եղել այստեղ, ահա։ Հիմա խառնենք, այստեղ եւս սիրելիներս կավելացնենք եւ սև պղպեղ եւ աղ։ Եվ ամբողջությամբ շատ լավ կմիախառնենք։ Հենց հիմա ավելացնեմ մեր համեմունքները։ Ինչպես նշեցի, սև պղպեղ, մի փոքր աղ, եւ նույն գործողությունը ուրեմն կկատարենք սնկի հետ։ Ադրինե։ Ողջույն Սուրեն ջան։ Ինչ ենք անում։ Արդեն այս զանգվածը պատրաստ է, կատնաշորը եւ թթվասերը։ Հիմա տապակում ենք, իհարկե տեսնում ես սունկը, որտեղ կավելացնեմ նորից մի քիչ աղ, այո։ Իմիջիայլոց ասեմ, որ բաղադրատոմսը շատ հեշտ բաղադրատոմս է, ավելի շատ ես կասեմ, ուրեմն նախաճաշի տարբերակ է, եթե մայրիկները, տանտիկինները հասցնեն առավոտյան շուտ արթնանալ եւ բնականաբար համապատասխան մթերքները ունենալ, կարող է շատ արագ այս ուտեստը պատրաստեն եւ իհարկե հրամցնեն ընտանիքի անդամներին, հատկապես բալիկներին շատ անհրաժեշտ սրանք մթերքներ են։ Շատ լավ է։ Այսպես։ Հետո Ուրեմն խառնենք, արդեն կարող եմ համարել, որ այն տապակված է, որովհետև սունկը արդեն պատրաստի վիճակում էր, պարզապես մի քիչ պետք էր, որ այն ուրեմն տապակվեր եւ այս համերը միախառնվեն։ Քիչ հետո կթողնեմ մի քիչ կսառչի սունկը եւ կավելացնեմ այս զանգվածի վրա։ Սիրելիներս հիշեք, ուրեմն զանգվածը ինչից էր բաղկացած։
կատնաշոր, թթվասեր, սև պղպեղ եւ աղ։ Սունկն էլ տապակված է կարմիր պղպեղով, սև պղպեղով, աղով, սառչելուց հետո ավելացնում եմ այս զանգվածի վրա։ Մենք ունենք ժամանակ մի փոքր դաթարի։ Ունենք, եթե դու առաջարկում Եթե ինչ-որ բան չկա շատ շտապ, որ հիմա պետք է ներկայացնենք, կարող ենք ունենալ կարճ դաթար։ Բնականաբար ոչ, Ողջունենք մեր հյուրերին, հետո արդեն վերադառնանք խոհանոց եւ արդեն շարունակենք process-ը։ Այս պայն կարճ դաթար կլինի, մնացեք մեզ հետ, հետո արդեն տաղավարում լինելու են մեր շատ տաղանդավոր հյուրեր, այնպես որ հետաքրքիր է լինելու։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք Թատեր աշխարհ։ Հումորով եւ սադրանքով լեցուն արագ զարգացող սյուժեով նոր կատակերգությունը պատմություն է սիրո, իշխանության, գայթակղության եւ այն մասին, թե որքան հեշտ է կորցնել վերահսկողությունը, երբ կյանքն էլ ասես համապատրաստից բեմադրված ներկայացման է վերածվում։ Ներկայացումը ցուցադրվում է թատրոնի նոր կամերային բեմում նախատեսված 30 հանդիսատեսի համար։ Հաճելի մթնոլորտն ու բեմին մոտ գտնվելը ստեղծում են գործողությանը մասնակից լինելու յուրօրինակ զգացողությունը։ Առաջնախաղը ապրիլի 7-ին է, թե որ ներկայացման մասին է խոսքը, հիմա կպարզենք մեր հյուրերից։ Իսկ մեր հյուրերն են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը, դերասաններ Էրվին Ամիրյանը եւ Ելենա Վարդանյանը։ Բարի առավոտ։ Բարև ձեզ, ամեն ինչի մասին խոսեցիք։ Կներեք։ Check-in love in, հա? Այո, նոր ներկայացում։ Նոր ներկայացում եւ ինչն է հետաքրքիր, երբ որ ստանձնում էի թատրոնի ղեկավարի պաշտոնը, իմ ծրագրի մեջ նոր հարթակներ բացելը առաջնային էր եւ փառք Աստծո 1 տարի անցավ եւ մենք նոր հարթակ ենք բացում թատրոնում։ Սա մի հարթակ է, որտեղ էքսպերիմենտներ են տեղի ունենալու եւ առաջինը ապրիլի 7-ին է։ Սենյակ է, որը հյուրանոցի համար է դարձված, վերանորոգված է որպես հյուրանոցի համար եւ 3 պատմություն, 3 զույգեր հանդիպում են հյուրանոցի համարում, թե ինչ է կատարվում այնտեղ համեցեք դիտելու, բայց հրավիրատոմս չենք տալու կներեք, կարող եք հանձնմանը գալ 30 տեղ է եւ այստեղ ես որպես թատրոնի նաեւ պրոդյուսեր, այսպես փորձում եմ հասկանալ, թե որքան դրամ կարող ենք վաստակել եւ լավ վարձատրել մեր արտիստներին, ովքեր որ զբաղված են։ Ասեմ, որ առաջին հատվածը դա դերասանուհի ռեժիսոր հանդիպումն է, դերասանուհին փորձում է իր հարցերը լուծել ռեժիսորի հետ, երկրորդ հատվածը դա երկու ֆրակցիայի ղեկավարներ են, Ելենա Վարդանյանը եւ Գոռ Համբարձումյանը, առաջի հատվածում բոլորի կողմից սիրված Արման Մեջլումյանն է եւ Մելսիդա Հակոբյանը եւ երրորդ հատվածը դա արդեն հոկեբան եւ էսկորտուհի, ինչ թարգմանեցի էսկորտնիցան, որը ինչ որ սահմաններ են անցնում թե չանցնում չասենք, Էրվին ինտրիգանտ թողնում։ Էրվինը խաղում է Աննա Մանուչարյանի հետ։ Ես ասացի Շատ լավ։ Մնացածը ամսի 7-ին Ամսի 7-ին համեցեք դիտելու, բայց պիտի տոմս գնեք։ Ես ընդհանրապես Այդ անկեղծությունը դուրս եկավ Սուր։ հրավիրատոմսի այսպես մշակույթը փորձում եմ շատ կրճատել, որովհետև հասկանում եք, չէ, որ արտիստներն է պետք է վարձատրվեն, թատրոնը պետք է ապրի։ Տոմսերը բավականաչափ թանկ են, որ կամերային ասեմ, սիրելի հեռուստադիտող։ Գինն էլ ասասու։ Տոմսերը բավականաչափ թանկ են 15000 դրամ, բայց ձեզ սպասվում է հիանալի երեկո։ Մենք հյուրասիրություն ենք նաև կազմակերպում, գինի, պանրի տեսականի, սուրճ, թեյ եւ ջերմ մթնոլորտ։ Կարող եք նաեւ շփվել ներկայացումից հետո դերասանների հետ, մնալ մեր հիանալի վերանորոգված հյուրանոցի համարում։ Գումարը ներառում է ջարդը գովազդական։ Լավ, սա քո կարծիքն էր ամբողջ ներկայացման մասին։ Խոսենք դերասանների հետ։ Ռեժիսորը բնականաբար մտածում ու խոսում է ամեն ինչի մասին, ինքը տեսնում է արդեն իր պրիզմայի շրջանակներում, հա, բայց դերասանները փորձում են այդ ամենը վերարտադրել իրենց ներքին աշխարհով։ Ինչ է կարծում 30 հոգու արժև խաղալը հեշտ է լինելու թե ոչ։ Ինձ թվում է տարբերություն չկա քանակական առումով։ Դե ավելի մոտ են։ Հա, ունենք մեր պրակտիկայում ունենք դա խաղացել ենք։ Իհարկե ֆորմատը շատ հետաքրքիր է մեր համար ու անկասկած շատ գեղեցիկ ստեղծագործական լուծումներով, ինչը շատ կարևոր է դերասանի համար, իսկ կոնսենսուս գտնելը ռեժիսորի եւ դերասանի հենց այդ է մեր արվեստը, ինչի միջոցով մենք փորձում ենք
ճշմարտությունը կամ ինչ-որ արձագանքները, հա, կյանքի արտացոլանքները հասցնել հանդիսատեսին։ Ելենա։ О, ну я бы хотела, во-первых, сказать огромное спасибо нашему режиссеру, который очень-очень заботится о нас. Это очень важный формат. Нет. Հիանալի հայրեն է, հիանալի խոսում։ Հիանալի мой հայրեն не назовем, и Сурен знает, и Сурен знает, все знают. Но суть не в этом. Я бы хотела сказать огромное спасибо команде, которая работала над этим проектом. Так вот, у нас огромная прекрасная команда. И там новая площадка, которая открылась сегодня, благодаря Сурену Шахвердяну, а сценографом является великолепный человек Аргишты Пилоян. Художник по костюмам, огромное спасибо, Юлия Финк. У нас художник по свету Хайка Габекян, который сегодня находится в Питере на мастер-классах. Дальше я бы хотела сказать, кого-то мы забыли. У нас очень... Это два автора. У нас сценаристы замечательный Сона Милоян, который мы очень любим, и Сирю Оганесян. Правильно? Я не ошиблась. Так вот, и прекрасная команда. Пожалуйста, мне? Միկը տորկա որքանով գիտեմ մեր ստեղծագործության մեջ, ուզում եմ այդ կտորի հեղինակների անունը լսեմ, միջև հիմա փորձում եմ լսեմ։ Որն էր։ Բան, ֆրակցիայի պոլիտիկների, չէ, հետապած, ովքեր են հեղինակները, մի հատ կարող Այսինքն եմ միջամա դերասանեն չգիտեն ով այդ հատվածը։ Չէ, ես զբաղված չեմ ինտրիգը այդ կտորով։ բան մեծացնենք, ովքեր են հեղինակները։ ChatGPT-ին։ Неважно кто, но мне кажется, мы проводим очень хорошо время, у нас просто веселье и прекрасная творческая атмосфера, потому что все артисты, которые заняты там, ну, они великолепно работают, великолепные люди. И вообще режиссер у нас такой очень лояльный, да? Не побоюсь этого слова. Демократичный, лояльный. То есть репетиция у нас, да, демократичный деспот это всегда, но обычно репетиция у нас начинается, ну, зритель любит закулисье, начинается с того, что когда вам удобно. Потом деспот включает другие какие-то свои, знаете, метод кнута и пряника, когда будет мне удобно и так далее. Но у нас великолепный спектакль, мы не то что просим, мы настаиваем на то, чтобы зритель пришел 7 числа. Вы, кстати, можете прийти 6 апреля. И знаете, вот у меня лично такой экспириенс, что я играю 2 спектакля в один день впервые. То есть мы играем Гончарова, «Деньги, страсть, власть», опять же, режиссер Сурен Шахвердян, и мы играем. После этого мы играем сразу премьеру. Это все 7 апреля. Տեսնում եք, չէ՞, ոնց ենք աշխատում թատրոնում։ 2 ներկայացում միաժամանակ, շուտով 3 ներկայացում միաժամանակ տեղի կունենա։ Я же говорила, выносите меня ногами вперед из театра. Հայերեն խոսի։ Ես կընտրում եմ Լենային այլևս ձայն չտալ, որովհետև երբ որ Լենա տեսնում եմ, որ դուք ռուսերեն եք խոսում, միանգամից գնում են ուրիշ եթեր նայելու։ Ну, а еще могут вспомнить, что у нас русский драматический театр и прийти с удовольствием послушать мой идеальный русский язык. Ուրեմն ներկայացումը նախ եւ առաջ այո ռուսերեն լեզվով է գնալու, երբ որ տեսնենք, որ ռուսական հանդիսատեսը սպառվեց, արդեն ներկայացումը կփոխենք հայերեն լեզվով կխաղանք, որովհետեւ ինչու ոչ նաեւ թող հայ հանդիսատ նրանք ովքեր որ ցանկություն ունեն հայերենով դիտելու, գան հայերենով դիտելու, բայց մի որոշ ժամանակ կխաղանք ռուսերեն լեզվով։ Իհարկե, որքան ժամանակ կարող ենք այսպիսի թանկարժեք տոմսերով խաղալ չգիտեմ, բայց այնուամենայնիվ, երբ որ զգանք, որ արդեն կաղում ենք, միգուցե մի փոքր գնային այսպես քաղաքականությունը վերանայենք, բայց ես հակված եմ նրան, Միջալոց 1, 2, 3 անգամ խաղանք, վստահ եմ, որ իրար ասելով են գնացեք, այնտեղ հետաքրքիր հարթակ է ստեղծված եւ ֆորմատը հետաքրքիր է եւ հիանալի միջավայր է։ Արժե։ Չէ, բացի դրանից ես կարծում եմ, որ 15000 դրամը կարող է թանկ երևալ, բան չունես ասելու, բայց պետք է քիչ-քիչ նաեւ հանդիսատեսին սովորացնել, որ լավ պրոդուկտի համար ինչու՞ չէ Տոմսերը 1000-2000 դրամ են, հա, թատրոնում մի տուփ սիգարետ, մի տեսակ ամոթ։ Իհարկե, մենք ավելի շատ ուրիշ բաների վրա կարող ենք այդ գումարը ծախսել, բայց թատրոնի հետ կապված չգիտեմ ինչի մեզ կարող է թվալ, որ դա թանկ է։ Ես ասեմ, որ դրսում, հա, տոմսերը բավականին թանկ են ու անշլագ են միշտ, որովհետև եւ Ռուսաստանում եւ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում չես կարողանում գտնել տոմսեր ու բավականին թանկ իմիջիալոց։ Տալիս են կարելի։ Չես էլ կարող ճարել։ Նրանք իրենց եվրոպացիները շատ հաճախ իրենց հոգևոր քաղցը փորձում են այսպես հագեցնել թատրոնում, արվեստում
մենք շատ ավելի հոգևոր քաղց հագեցնում ենք Զանգվիձորում կամ այլ ռեստորանային համալիրներում։ Վերադառնալով ներկայացմանը, ինձ հետաքրքիր է կերպարները 3 տարբեր, այսպես պատմություններ են, վերջինն է ամենաինտրիգայինը։ Բոլորը ինտրիգային են։ Դուք պատկերացնում եք երկու ֆրակցիայի ղեկավար, մեկը Ելենա Վարդանյանն է, մյուսը իդեպ ապոզիցիոնի։ Անդիմադիր ֆրակցիայի ղեկավարներ հանդիպում են իրար, որպեսզի միավորվեն եւ այսպես կարողանան ընտրությունները հաղթել եւ անցնել պարլամենտ, թե ինչ է տեղի ունենում չեմ ասի, եւ իմիջիայլոց այդ ամենի առանցքում անկողինն է։ Դրա համար ներկայացումը +18 է եւ այսպես ինտրիգները շատ են։ Հայերեն արդեն քիչնի, չափ +19 կվարձնա։ Չէ, +18։ +18 կմնա ամեն դեպքում։ Բայց վստահեցնում եմ ձեզ, որ ոչ մի գրեհիկ, ոչ մի լկտի, այսպես ոչ ոք չի հանգիստ կարող եք ընտանիքով, ամուսիններով գալ ներկայացմանը։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչը մեր շուրջ տեղի ունենում այսօր եւ ընդհանրապես միշտ տեղի է ունեցել, բայց հումորով եւ ոչ միայն հումորով, նաև իր ասելիքով։ Ես ասացի։ Սուրեն, ուզում նաև շնորհավորել, որովհետև վերջերս արտավազներ եւ իհարկե ներկայացումը, որի մասին սենց այսպես թռուցիկ նշեցիք, ստացավ լավագույն ռեժիսուրա։ Այո, ապրիլի 7-ին առաջին ներկայացումը դա սեր փող իշխանություն ներկայացումն է, սխալ ասեցի, փող գիրք իշխանություն, փորձում եմ թարգմանել, երկրորդ ներկայացումը Check-in Love։ Այո, եւ ոչ միայն մեկ արտավազ ստացանք, ինչի համար շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին, թատրոնի բոլոր աշխատակիցներին, որովհետեւ գիտեք, թատրոնը կոլեկտիվ արվեստ է։ Մենք 5 արտավազ բերեցինք թատրոն այս տարի, որից 4-ը կապված էր հենց մեր փող գիրք իշխանություն ներկայացման հետ։ Սուրեն դուք դիտել եք, ես ինձ չեմ կարող գովել այստեղ նստած։ Ես կարող եմ հաստատել, այո, որ իրոք շատ լավ ներկայացում է եւ խորհուրդ եմ տալիս բոլորին անպայման։ Պատմությունը 200 տարի առաջ գրված է Գանչերովի կողմից, մենք փոխել ենք պատմությունը, ինսցենիրովկա ենք արել եւ այսօր դա ժամանակակից լեզվով փորձում ենք մատուցել եւ ոչ միայն ժամանակակից լեզվով, այլ ժամանակակից միջոցներով ներկայացման մեջ աշխատում է լայվ կամերա եւ այսպես հեռուստատեսությունը կամ ֆիլմարվեստն է, չէ, թողնում թույլ տալիս որ խոշոր պլաններ տեսնենք, այդ ներկայացման մեջ մեր ամենավերջի շարքում նստած հանդիսատեսը կարող է խոշոր պլանով որոշակի տեսարանների հետևել, ինչը կարծում եմ նաեւ մեր հայ թատրոնում ինչ որ առումով նորամուծություն է։ Իդեպ արտավազ մրցանակաբաշխության ժամանակ բեմից շատ անկեղծ կարծիք հնչեց, որ ձեզ հետ աշխատելը այդքան էլ բարդ չէր։ Չէ, նախ եւ առաջ հնչեց կարծիք, որ ինձ հետ աշխատելը շատ բարդ էր եւ հետո այդքան էլ բարդ չէր։ Այսինքն այդքան էլ, բայց որոշակի բարդ չէ։ Ինձ հետ աշխատելը երևի թե դերասաններին այո հարցնենք։ Կասեն, որ այդքան էլ բարդ չի, բայց ես հայրս էր ասում, հա, ռեժիսորի համբերություն ունեմ, բայց երբ որ ես պայթում եմ։ Բարդ է, որովհետև մի հարցում վստահաբար բարդ է, որովհետև մինչև ներկայացման պրեմիերայից առաջի փորձը ես կարող եմ տեքստեր փոխել, միզանսցեններ փոխել, երաժշտություն փոխել, մի խոսքով նրանք ովքեր մի քանի անգամ ինձ հետ աշխատել են, հասկանում են դա եւ խմբագրել, անընդհատ խմբագրել, որովհետև մենք նույն Գանչերովը այս ներկայացումը պրեմիերայից հետո փոփոխության ենթարկվել է։ Որովհետև ես զգում եմ, որ ինչ-որ մի բան պակաս է, ինչ-որ մի բան ավել է եւ այլն։ Այդ առումով բարդ է, բայց մնացած առումներով չգիտեմ։ Экстремально. Увлекательный аттракцион. Վերջերս նաև մի տեսարան եք բեմադրել, որի մասին Սուրեն ուզում էր։ Չէ, ես ասի կարող ենք այստեղ փորձել։ Փորձեք։ Ուղղակի նույն այդ հոկեբան եւ էսկորտնիցա տեսարանը այսպես մի հատ տեղ կար, մի հատ հատված կար, որ ասում էին արտիստները, լավ, ինչպես Էրվինը ոչ մի կերպ, այսինքն կարողանում էր, բայց ասում էր իսկ այլ կերպ ինչպես կարելի է լուծում գտնել։ Լենան սկսեց խոսել այնտեղից, հիմա Լենան իմիջիայլոց անընդհատ շատ ակտիվ է փորձում
Լենա Դուսուս։ Ներթատրոնը իր անունն է դարձել, ասեց ես ցույց տամ, ես ասացի ես ցույց տամ, այսպես անսպասելի 2-3 տեսարան տարբերակ փորձեցինք, մի տարբերակը շատ ուժեղ հարվածեցի Լենային եւ այսօր առավոտյան դա 3 օր առաջ էր կարծեմ։ Но ты продолжение не рассказываешь. Еленան հարվածեց ему тоже. Պատասխանեց, Ահա։ բայց բոլորի մոտ այսպեսի անսպասելի Շատ անսպասելի։ ռեակցիա էր, ոնց կարելի է, լավ հարվածեցի, իսկապես լավ հարվածեցի։ То есть дура тайкав или Ես ցանկանում եմ ասել, Наоборот. չէ, նկատնեմ ուժեղ հարվածեցի, բայց Им նայ дура когда я ответила. շատ հաճախ Սուրեն դուք բավականին լավ տիրապետում եք մեր մասնագիտությանը, արտիստների մոտ միշտ այս խնդիրը կա։ Նրանք գիտեն պատմության շարունակությունը ինչպիսին է եւ ռեակցիաները անսպասելի չեն, այսինքն պետք է ասել, որ նա ընկալում է պարտները եւ պատասխանում է։ Իսկ փորձերի ընթացքում անընդհատ որ փորձում ես զուգընկերը նույնիսկ չէ սպասում պատասխանին ընկալմանը, մեխանիկորեն է։ Անսպասելի դեպքերում շատ լավ է ստացվում խաղը եւ անսպասելի 2-3 տարբերակ փորձեցինք, ինչի արդյունքում Լենան նախ եւ առաջ մտածում էր դատական գործ սկսեր իմ դեմ, հետո հասկացավ, որ պրեմիերա ունի, եթե դատական գործ սկսի, չի ունենա, դեր չի ունենա։ Но есть способ шантажа на будущее. Ահա, շատ լավ, մենք մաղթում ենք հաջողություն ձեզ եւ մաղթում ենք ապրիլի 7-ին արդեն պրեմիերայից հետո այն ծափահարությունները, որոնք լինեն անդադար, տան շարունակություն ու հնարավորություն ներկայացումը անընդհատ խաղալու։ Սա շատ կարևոր, ուզում ենք ձեզ նվիրել Իջևանի Սափոր Ռոզեն, որ ապրիլի 7-ին արդեն բացեք, ոչ միայն շնորհավոր եք գեղեցիկ սերին, գեղեցիկ տոնի կապակցությամբ, նաև շնորհավոր եք ներկայացումը։ Շնորհակալություն։ Բայց այս դեպքում առաջարկում Էրվինին նվիրել, որը ամենաանշարժ Էրվինքն է։ Ուզում քեզ նվիրել Տրամոնտինա բրազիլիական բրենդի խոհանոցային պարագաները, որոնք քեզ մի քիչ կթեթևացնեն խոհանոցում քո հոգսը, բայց ստեղ դնեմ, լավ։ Բայց այդտեղ 3 դանակա կարող ենք Բաժանեք։ Եվ քանի որ գալիս են էլի ապրիլի 7-ի այդ հրաշալի տոնը, մայրության ու գեղեցկության տոնը, ուզում եմ ձեզ նվիրել արև բացիկները, որտեղ ներառված են էլի շատ գեղեցիկ խոսքեր, ֆրազներ հատուկ հենց տոնի վերաբերյալ։ Մեկում ներառված է Պեպելյանի երգի խոսքերը, քո սիրո համար իմ մայրիկ բարի ողջ աստղերը քիչ են էլի։ Մյուսը Շիրազի խոսքերն են, մորը սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծերն է։ Սա խնդրեմ ձեզ եւ իհարկե թող այս տրամադրությունը միշտ լինի եւ շնորհակալություն, ինչպես ասում են նիպուխը նիպիրա։ Շնորհակալություն։ Спасибо. Ահա, մեր հյուրերն են Սուրեն Շահվերդյանը, Էրվին Ամիրյանը եւ Ելենա Վարդանյանը, ես ասացի։ Կարող են գնալ։ Այս պահին կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտող, ահա եկել է այն պահը, որ պետք է արդեն խմորի հետ աշխատանք տանենք, միչուկի մասին քիչ ավելի ուշ կխոսենք, մենք միչուկ ենք պատրաստել, որը պետք է տեղադրենք մեր եփված խմորի վրա, իսկ հիմա պահն է, երբ պետք է խմորը բացենք արդեն, ես այստեղ արդեն պատրաստել եմ բոլոր հարմարանքները եւ առաջին հերթին բնականաբար սեղանը ցողենք ալյուրով եւ իհարկե բացենք մեր շերտավոր խմորը։ Այսպես։ Շերտավոր խմորը, ինչպես ասացի, միշտ ձեռք եմ բերում բնականաբար խանութից, ինքս չեմ պատրաստում, դեռ առիթ չի եղել, որ միասին այստեղ պատրաստենք շերտավոր խմոր։ Ես ավելի շատ նախընտրում եմ այս տարբերակը, որովհետեւ շերտավոր խմորը գիտեք, բավականին ժամանակ է խլում։ Այսպես մենք եթերում երևի թե չենք հասցնի պատրաստել, այդ պատճառով այսպես, ինչ կա դրանով, ես գրտնակն եմ բերում հիմա սիրելիս։ Այ այսպես, փորձենք գրտնակել, մի փոքր բացենք խմորը, Իմիջիալուց շատ չենք բացելու, սիրելիներս, ինքը արդեն խմորը ձև ունի, գիտեք, մենք համապատասխան իր հենց պատրաստի ձևով կփորձենք մի փոքր պարզապես հարթեցնել, մի փոքր մեծացնել ընդամենը ու հետո կանցնենք առաջ։ Այսպես փորձեմ ավելի հավասար աշխատել, որպեսզի հարթ ստացվի։
Շատ հեշտ տարբերակ է, ժողովուրդ ջան, շատ արագ է եփվում, իմիջայլոց ասեմ, դե շերտավոր խմորը գիտեք, որքան արագ է բարձրանում, որքան արագ է եփվում, այնպես որ եթե հասցնեք առավոտյան հանգստյան օրերին, շաբաթ կիրակի օրերին կարող եք այս տարբերակը պատրաստել երեխաների համար, նախաճաշի տարբերակ է։ Մի տեսակ չեմ կարող ասել կարկանդակ, կարելի է համարել, կարելի է այսպես հետաքրքիր կարկանդակի տարբերակ երևի։ Ահա։ Սիրելիներս, այսքան կարծում եմ բավական է։ Հիմա առաջին հերթին հավկիթ ենք տրորելու այս խմորի վրա։ Ես արդեն հավկիթը հարել եմ, մեկ ամբողջական հավկիթ, տրորենք հավկիթը։ Այսպես, ես փորձեմ շատ արագ ներկայացնել ամեն բան, որպեսզի հասցնենք տեսնել։ Այսպես, բոլոր անկյուններով ու ամբողջ տարածքով փորձեմ ես հավկիթը տարածել։ Մոտավորապես, այսպես, սա թողնենք մի կողմի վրա, հիմա սիրելիներս, այստեղ մի քիչ համեմունք պետք է անեմ, ուրեմն մի քիչ աղ, շատ քիչ, սև պղպեղ, հենց խմորի վրա, կարմիր պղպեղ, այո, եւ այստեղ խմորի վրա ցանում եմ պանիրը, մեր քերիչով անցկացված պանիրը, որը մի քանի տեսակի էր։ Սիրելիներս, կփաթաթեմ այն, կտեղափոխեմ ջեռոց։ Հիմա այս պահին դադար պետք է լինի մեր եթերում, հետո կշարունակենք, մնացեք մեզ հետ։ Բարի լույս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում։ Մենք բարձր տրամադրությամբ շարունակում ենք եւ անդրադառնալու ենք հիմա Հիլ սպորտային համալիրում, որովհետև վարկյաններ անց մեր եթերում կլինի առավոտը Հիլզում էջ։ Այո, փորձելու ենք նորից ու նորից ներկայացնել այն բոլոր մարզատեսակները, հարմարությունները, որոնք կան հենց այնտեղ, որովհետև յուրաքանչյուրիս համար շատ կարևոր է ընտրել այն մարզատեսակը, որը հատուկ է մեզ համար, եւ պարզապես գնալ ու ժամանցն անցկացնել հենց Հիլ սպորտային համալիրում, որտեղ ամեն ինչը հատուկ հենց հյուրի համար է նախատեսված։ Դե այս պահին էլ տեղափոխվենք հենց Հիլզ սպորտային համալիր։ Բարիկոմբատը արևելյան մարտարվեստից ոգեշնչված կարդիո դաս է։ Մեկ դասի ընթացքում կարող ենք այրել մինչև 600 կալորիա։ Շարք առավելություններ։ Բարելավում է սիրտանոթային համակարգի աշխատանքը, նպաստում է քաշի նվազեցմանը, ամրապնդում է մկանները, բարելավում է կոորդինացիան և ճկունությունը, այրում է կալորիաներ և օգնում է հաղթահարել ստրեսը։ Բարիկոմբատին կարող են մասնակցել և տղամարդիկ, և կանայք։ Այս տարի Նիդերլանդներում տեղի ունենալու 5 ժամ տևողությամբ Global Body Combat United միջոցառումը։ Ես 40 երկրների 100 ներկայացուցիչների կողքին կներկայացնեմ Հայաստանը և Հիլ սպորտային ակումբը առաջին անգամ միջազգային բեմահարթակում։
Ահա, առավոտյան մոտիվացիան եւ էներգիայի աղբյուրը մեզնից, պարապելը ձեզնից։ Գնացեք Hill սպորտային համալիր եւ այնտեղ գտեք մարզման ձեր իդեալական տարբերակ։ Այո, շատ կարևոր է նաև մարզչի արկայությունը, ով տալիս է այդ պրոֆեսիոնալ խորհուրդները, որոնք միանշանակ պետք են յուրաքանչյուրիս հենց ճիշտ կողմնորոշվելու համար եւ առավել եւս, եթե դուք նոր եք սկսում մարզվել, ձեզ պետք է հենց այդ ուղղությունը ցույց տալ, որպեսզի մկանները ճիշտ մարզեք եւ այնուհետեւ բնականաբար կարծում լսելով ձեր մարմնի կանչը, դուք ինքներդ կհասկանաք, թե որ մարզաձևն է ձեզ համար ավելի հոգեհարազատ։ Դե ինչ Hill սպորտային համալիրից տեղափոխվենք Հայաստանի Եվրոպական համալսարան, որը հիմնադրվել է 2001 թվականին Հայաստանի կառավարության եւ եվրոպական մի շարք կրթական կազմակերպությունների համագործակցությամբ։ Համալսարանն առաջարկում է բազմազան կրթական ծրագրեր, ներառյալ բակալավրիատ, մագիստրատուրա եւ հետբուական կրթություն։ Եվրոպական համալսարանը իր հիմնադրումից տարիներ անց հանդիսանում է մեր երկրի առաջատար բուհերից մեկը, որը իր հետաքրքիր ու նորարարական լուծումներով շարունակում է իր առաքելությունը։ Հենց հիմա տեղափոխվենք այնտեղ եւ ծանոթանանք շատ հետաքրքիր տեսանյութին։ Հայաստանի Եվրոպական համալսարանը հիմնադրվել է 2001 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի եւ մի շարք այլ եվրոպական երկրների միջև կնքված միջազգային համաձայնագրերի հիման վրա եւ ըստ էության Հայաստանի Եվրոպական համալսարանը պետության մասնակցությամբ միջազգային բուհ է։ Հայաստանի Եվրոպական համալսարանը իր առաքելության համաձայն Հայաստանում տարածում է եվրոպական կրթական արժեքների, սկզբունքների եւ ուղենիշերի հիման վրա ստեղծված կրթական ծրագրեր եւ բնականաբար մեր հիմնական արժեքներն են կրթության շարունակական բարելավումը, կատարելագործումը, գերազանցությունը, որոնց եւ բնականաբար ամենակարևորը վստահությունը։ Իր առաքելության համաձայն Հայաստանի Եվրոպական համալսարանը պատրաստում է մասնագետներ, որոնք տիրապետում են ժամանակակից գիտելիքի, գործնական եւ հետազոտական հմտությունների եւ կարողությունների եւ բնականաբար իրենց մասնագիտությանը տիրապետում են անգլերենով, ինչը թույլ է տալիս նրանց լինել մասնագետ կադրեր ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ միջազգային աշխատաշուկայի համար։ Իր առաքելության իրականացման նպատակով Հայաստանի Եվրոպական համալսարանը պարբերաբար իրականացնում է բենչմարքինգներ, փորձագիտական կարծիքների է տալիս կրթական ծրագրերը, ուսումնասիրում է նոր ժամանակակից դասավանդման եւ ուսուցման մեթոդներ, հատկապես եվրոպական լավագույն փորձը, եւ դրա արդյունքում մենք Հայաստանի կրթության շուկայում ունենք բազմաթիվ նորարարություններ։ Մեր գլխավոր կրթական նորարարություններից մեկն է մեկամյա պրոֆեսիոնալ կրթական ծրագրերը, համաձայն որի Հայաստանի Եվրոպական համալսարանի բակալավրի առկայացուցման 3-րդ կուրսի ուսանողները եւ հեռակայացուցման 4-րդ կուրսի ուսանողները պարտադիր անցնում են մեր գործընկեր եվրոպացի համալսարանների մասնագետների կողմից դասավանդվող մեկամյա մասնագիտացման կրթական ծրագրեր, որոնք մեծապես միտված են աշխատաշուկայի կարիքներին եւ կրում են պրակտիկ գործնական բնույթ, ինչը թույլ է տալիս մեր ուսանողներին նախ ստանալ Եվրոպական համալսարանի կողմից տրված դիպլոմ մեկամյա լրացուցիչ կրթության մասին եւ ձեռք բերել գործնական հմտություններ, կարողություններ, որոնք իրենց կօգնեն ավելի լավ իրենց իրացնելու թե Հայաստանյան, թե միջազգային աշխատաշուկաներում։ Կրթական ծրագրերը Եվրոպական համալսարանում իրականացվում են ինչպես հայերենով, այնպես էլ անգլերենով։ Մենք ունենք բավականին մեծ քանակությամբ միջազգային ուսանողներ, ովքեր հնարավորություն ունեն ամբողջությամբ կրթական ծրագիրը ուսումնասիրել անգլերենով։ Հայերեն դասավանդվող խմբերում սկսած առաջին կուրսից ուսանողները հնարավորություն ունեն մասնագիտական դասընթացներ ուսումնասիրել նաև անգլերեն լեզվով։ Եվրոպական համալսարանը առաջարկում է բավականին լայն սպեկտր մասնագիտությունների, որոնք աշխատաշուկայում մեծապես պահանջարկ ունեցող մասնագիտություններն են։ Սկսած իրավագիտությունից, միջազգային հարաբերություններից, կառավարում, մարքեթինգ, ֆինանսներ, տնտեսագիտություն, լեզվաբանություն, տուրիզմ, հոգեբանություն, գրաֆիկական դիզայն, ճարտարապետություն, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկատվական անվտանգություն, տեղեկատվական համակարգեր։ Մեզ մոտ հաջողությամբ արդեն բազմամյա փորձ ունի Սինոպսիսի ամբիոնը, որտեղ ուսանողները 3-րդ կուրսից արդեն
պրակտիկ кейսեր, պրակտիկ գործնական առաջադրանքներ են իրականացում հենց Synopsys Armenia ընկերությունում եւ վերջում մոտ մեր շրջանավարտների 97%-ը դառնում է հենց Synopsys Armenia ընկերության աշխատակիցներ։ Բացի մեկամյա պրոֆեսիոնալ կրթական ծրագրերից Հայաստանի Եվրոպական համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն նաեւ մասնակցելու բազմաթիվ շարժառության ծրագրերից, սկսած կարճաժամկետ 1 շաբաթ 1 ամիս, մինչև երկարաժամկետ մինչև 3 ամիս տևողությամբ։ Շարժառության ծրագրերը իրականացվում են մեր եվրոպացի գործընկերների հետ, այդ թվում Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ավստրիայից, ինչպես նաև Միացյալ Արաբական Էմիրատներից։ Մեր ուսանողները նաև հնարավորություն ունեն իրենց ուսումնաարտադրական պրակտիկան անցնել վերոնշյալ եվրոպական եւ Էմիրատների մեր գործընկեր հաստատություններում, այսինքն մեկնեն 1 ամիս ուսումնաարտադրական պրակտիկան այնտեղ անցնեն եւ վերադառնան այստեղ փոխճանաչման սկզբունքով։ Նախորդ տարի Եվրոպական համալսարանը գերմանական ազգին գործակալության կողմից ստացավ միջազգային հավատարմագրում, ինչպես նաև մենք ունենք ամերիկյան հավատարմագրում եւ ազգային հավատարմագրում։ Կցանկանայի նշել The Times Higher Education միջազգային բուհերի վարկավորման համակարգում նախորդ տարի Եվրոպական համալսարանը դասակարգվել է 1001+ բուհերի ռեյտինգում, որտեղ մեզ գնահատել են ինչպես կրթության որակի, այնպես էլ գործընկերության, հավասարության եւ մի շարք այլ չափանիշներով։ Տվյալ տարի վարկանշավորման տեղեկատվության բազան համալրելու գործընթացը դեռ ընթացքում է եւ համոզված ենք, որ այս տարի ավելի լավ ցուցանիշներ են գրանցելու։ Համալսարանը ունի դիմորդների խորհրդատվության բաժին, որը օգնում է դիմորդներին նախ մասնագիտական կողմնորոշման առումով, հարցազրույցի միջոցով վեր է հանում դիմորդների ուժեղ կողմերը եւ նպաստում է, որպեսզի նրանք կարողանան իրենց ունակություններին եւ կարողություններին համապատասխան ճիշտ մասնագիտություն ընտրել եւ կազմակերպում է վարպետաց դասեր եւ մի շարք այլ միջոցառումներ դիմորդների համար։ Կրթությունը որակյալ կյանքի հիմքն է, ուստի կրթվել պետք է միշտ։ Եվրոպական համալսարանը սիրով սպասում է բոլոր դիմորդներին։ Ահա, վերադարձանք առաջին ծրագիր եւ հենց խոհանոցից շարունակում ենք մեր եթերը, որովհետեւ այսօր մեզ շատ սիրելի Ադրինեն կրկին համեղագույն բաղադրատոմս է առաջարկում։ Այո, իրավացի ես շատ ուրախ եմ, որ դու այստեղ իմ կողքին ես, ինձ շատ հաճելի է եւ եւս մեկ անգամ ներկայացնեմ, թե ինչ ենք արել մինչ այս պահը, սիրելիներս ասել եմ, որ շերտավոր խմորով է այսօրվա մեր ուտեստը, ահա խմորը բացված է, ես եթե հիշում եք, եթե մեզ հետ էիք, տեսակ, որ հավկիթով տրորեցի այն, վրանց հանեցի սև պղպեղ, աղ եւ կարմիր պղպեղ, այնուհետեւ պատարակաղով մի քանի անցքեր բացեցինք, ծակեցինք խմորը, դա պետք է որպեսզի խմորը այսպես թեթև լինի եւ մեջը ամբողջությամբ եփվի եւ վրան լցրեցի մեր պանիրը, պանիրը 2-3 տեսակի է, սուլուգունի պանիր, մացարելա տեսակի պանիր եւ բրունի տեսակի պանիր։ Իհարկե ես այդ փունջն եմ ընտրել, բայց դուք ընտրեք ձեր ցանկությամբ, ինչ որ ինքներդ եք ցանկանում։ Հիմա մենք պետք է այն ռուլետի վերածենք, այսպես ասած, ահա զգուշությամբ փաթաթում ենք այն եւ պետք է ինքը շատ հետաքրքիր եւ գեղեցիկ Եվ շատ նուրբ է ստացվում։ Շատ հաճելի process է, այսպես ասած։ Ահա, ստացանք այսպիսի ռուլետ։ Մենք հիմա պետք է այն մի փոքր ես ամրացնեմ այսպես ձեռքով եւ հիմա այո, այս սառը զենքով, սա խոհանոցային հատկապես խմորների համար նախատեսված, այո։ Հիմա փորձենք այսպիսի կտորների վերածել այն Ահա, հավասարաչափ աշխատեմ, որքան հնարավոր է հավասար կտրատեմ, որպեսզի չստացվի Իսկապես շատ նուրբ է ստացվում Ադրինը։ Շատ գեղեցիկ, նուրբ եւ հետաքրքիր ես կարծում եմ։ Ահա։ Եվ քանի որ դու պանիրների փնջի մասին խոսեցիր, ես ուզում եմ մեր հեռուստադիտողներին տեղեկացնել, չնայած վստահ եմ իրենք արդեն գուշակում են, որ Էլոլա ապրանքանիշն է առաջարկում այդ պանիրների հրաշալի փունջը մեծ տեսականին, ինչպես նաև անարատկաթից պատրաստված կատնամթերքը, որը հատկապես առավոտյան շատ օգտակար է բոլորիս օրգանիզմներին, այնպես որ
Ժամանակ տրամադրեք եւ առավոտյան անպայման կաթնամթերք օգտագործեք եւ հատկապես Էլոլա ապրանքանիշի կաթնամթերք։ Այո, եւ չմոռանանք ասել, որ այսօրվա այս միջուկը, հրաշալի միջուկը, որը պետք է տեղադրենք մեր պատառիկների վրա, էլի Էլոլա ապրանքանիշի կաթնաշորը եւ թթվասերն ենք օգտագործել։ Հիմա այս պահին սիրելիներս այս հատվածով ենք ամբողջությամբ այսպես ենք շարում եւ ձեռքի օգնությամբ մի փոքր սեղմում ենք, որպիսի ավելի կլոր ստացվի այն, ահա տեսնում եք, այսպիսի Ձեռքով ֆորմա ենք տալիս, մի փոքր տափակացնում ենք, այսպես ասած, որպիսի ավելի հեշտ լինի միջուկը տեղադրել այս գեղեցիկ պատառիկների վրա։ Ահա այսպիսի հեշտ տարբերակ եւ այն կտեղափոխենք ջեռոց, թողնելով այնտեղ 15-ից 20 րոպե, կարծում եմ շատ արագ կեփվի եւ ահա մեր այսօրվա կարկանդակը, այսպես ասած, կամ պատառիկները պատրաստ են։ Եվ քանի որ օրվա բաղադրատոմսը օրվա ցանկացած ժամի կարող եք վայելել, առաջարկում եմ երեկոյան, եթե առանձնացնեք այս բաղադրատոմսը եւ ձեր սիրելիներին հաճելի է, այսպես ընթրիքի անակնկալ մատուցեք, անպայման առանձնացրեք նաեւ Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող անմահական գինիները, որոնք շատ հաճելի լրացում կլինեն այս ուտեստին եւ իհարկե այս գործարանը, որը շատ վաղուց հայտնի է Հայաստանի Հանրապետությունում եւ մեր հայրենիքի սահմաններից դուրս, ներկայանում է նաեւ իր պահածոների լայն տեսականիով, ինչպես նաեւ հյութերի մեծ տեսականի ունի, որոնք բոլորը հիշեցնում են տնական համի ու հոտի մասին։ Շատ ճիշտ ես եւ այսօր էլ եւս միջուկի մեջ ավելացրել ենք հենց մեր պահածոյացված դու կարող ես արդեն խառնել, այո, մենք այստեղ ունենք կատնաշոր, թթվասեր, ունենք սունկ, որը տապակեցինք եւ սամիտ համեմունքները աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, ցանկության դեպքում սիրելիներս կարող եք այստեղ ընկույզել ավելացնել, շատ, այսինքն ավելի արդյունավետ, ավելի օգտակար կդառնա մեր այսօրվա միջուկը։ Ահա ես այս պատառիկների վրա ուրեմն սիրելիներս տրորում եմ էլի մի փոքր հավկիթ, որպեսզի կարմրաթուշիկ դառնան եւ մեր աշխատանքը արդեն համարենք ավարտված։ Հիմա կտեղափոխենք ջեռոց եւ կսպասենք 15 րոպե։ Ահա այսքանը։ Ջեռոց տեղափոխել է, իհարկե հիշեցնեմ այս ամբողջ խանութային պարագաների մասին, որոնք բրազիլական բրենդի են, առաջարկում է Տրամոնտինա ընկերությունը, որը ամբողջ աշխարհում հայտնի է իր բարձր որակի համար եւ ուրախություն մեզ արդեն հասանելի է նաև հայ սպառողին։ Կարող եք ձեռք բերել քաղաքի լավագույն սուպերմարկետներից, կարող եք նշել անպայման, որ առաջին ծրագրից եք տեսել եւ ծանոթացել բրենդի մասին եւ իրենք շատ յուրահատուկ մոտեցում կցուցաբերեն մեր յուրաքանչյուր հեռուստադիտողի համար։ Հրաշալի տարբերակ է, որպեսզի ձեր գործը մի քիչ թեթևացնեք եւ ավելի հաճելի դարձնեք խոհանոց։ Շատ ճիշտ ես։ Ահա այսքանը սիրելիներս շատ հեշտ, շատ արագ պատրաստվող նախաճաշի տարբերակ կամ ինչու ոչ, կարելի է օրվա որևիցե ժամին այս բոլորը պատրաստել եւ վայելել։ Այսքանը սիրելիներս, հիմա տեղափոխում եմ այս գեղեցկությունը ջեռոց եւ մի փոքր սպասում ենք։ Իսկ միջուկը օգտագործելու ենք եփվելուց հետո, պարզապես տեղադրելու ենք պատառիկների վրա եւ ճաշակենք։ Դա վերջում արդեն ցույց կտա։ Այո, անպայման։ Դե ինչ, քանի որ Ադրինեն ամեն ինչ ասաց եւ խանութում գրեթե ամեն ինչ պատրաստ է, առաջարկում եմ սիրելի Ադրինե ունենանք կարճատև դադար այս պահին մեր եթերում։ Այո, իհարկե, անշուշտ, Որից հետո իհարկե վերջնական հատվածին կվերադառնանք խոհանոց եւ ցույց կտանք մանրամասնորեն։ Մնացեք կարճատև դադար, հետո կհանդիպենք։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ խոսելու ենք հրաշալի իվենթի մասին։ Sport Fest 2025-ը կացկացվի ապրիլի 5-ին եւ 6-ին։ Yale Sport Fest-ին այս տարի միացել է նաեւ Իջևանի գինու գործարանը, դառնալով փառատոնի գործընկեր։ Իսկ դա նշանակում է առաջինը հեծանվվածքի անվանումը այսուհետ դարձել է Իջևան Wine Bike Race։ Երկրորդ մեկնարկը կլինի գործարանի տարածքից եւ մինչեւ Ենոքավանի բարձունքը հաղթահարելը մասնակիցները կանցնեն Իջևանի փողոցներով։ Այս հրաշալի առիթի մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Այո, իսկ մեր տաղավարում են Իջևանի գինու գործարանի մարքեթինգի բաժնի ղեկավար Ազա Գևորգյանը եւ իհարկե Արևիկ Նարիմանյանը։ Բարի առավոտ։ Ոնց եք։ Բարի լույս։ Լավ տրամադրությունը։ Հոյակապ։ Ինչ լավ է, այնպեսի տեղից է գալիս, որտեղ միշտ բնությունը իր շքեղությամբ փայլում է բոլորի համար յուրաքանչյուր առավոտ։
Մենք վերջերս եղանք գործարանում եւ պիտի ասեմ տպավորություններս մաքսիմալ էին, որովհետեւ ոչ միայն այն ամենը ինչ որ շրջապատում է, հա, գործանի տարածքում տալիս է տրամադրությունը, նաեւ բնականաբար այն հետաքրքիր process-ին ականատես եղանք, որը բերում եւ հանգեցնում է արդեն պատրաստի գինուն, որը մենք արդեն փորձում ենք։ Եվ այնտեղ համտեսեցինք փրփրուն նոր գինին, որն արդեն իսկ այսօր դարձել է ավելի շոշափելի։ Խոսենք այս մասին։ Ձեր էկրանն էլ նկատեցի հենց այս բան մեր նոր Բրիզը։ պրոդուկտը բրիզը։ Շատ երկար ենք իրեն սպասել, գործարանի այցելուները գրեթե 1 տարի անդադար փորձում են եւ հարցնում են երբ է պատրաստելու, վերջապես այն պատրաստ է, վերջապես հասանել է սպառողին, արդեն կարող է գտնել խանութներում եւ իհարկե մեր ֆիրմայի խանութ սրահներում, որոնք 4-ն են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ունենք խանութ Գյումրիում, 2-ը Երևանում եւ իհարկե գործարանինքից Իջևանի մեր ֆիրմային խանութը։ Բրիզի մասով ինքը տարբերվում է իր ոճով, տեսակով, մեր տեսականում մեջ էլ մենք իրեն առանձնահատուկ դեր ենք տալիս, որովհետեւ բավականին երկար էքսպերիմենտների եւ աշխատանքի արդյունք է, շատ սպասել ենք իրեն եւ առաջիկայում արդեն գնում ենք դեպի այլ պրոդուկտներ, դեպի այլ նորություններ ու կարծում որ այս ամառ արդեն այցել եք գործարան, կզարմացնենք դες այլ պրոդուկտներով։ Վաու, պետք է շտապել։ Այո, իդեպ Սոնի տպավորությունների մասին խոսեց, ես միանամ բոլոր տպավորություններին, մենք մինչև այսօր հիշում ենք այդ հրաշալի օրը, որ անցկացրել ենք Իջևանի գինու գործարանում, որովհետև իսկապես շատ հիշվող էր մեր ամբողջ թիմի համար, եւ հիշում ենք նաեւ, որ այնտեղ շինարարական աշխատանքներ կային։ Այս մասով ինչ ապդեյթներ եւ նորություններ կան։ Այդ մասով էլ լավ նորություններ ունենք, մոտավորապես 1 ամսվա ընթացքում մեզ մոտ կբացվի դեգուստացիոն սրահները, շինությունը կարծում եմ հիշում եք։ Այո։ 2 հարկ դեգուստացիոն ընդարձակ սրահներ, որտեղ որ միաժամանակ կարող ենք ընդունել 200-ից ավելի զբոսաշրջիկների, պլյուս դրան բացվում է ռեստորան, բարձրակարգ ռեստորան, որտեղ որ կարողանան համտեսել ոչ միայն հայկական խոհանոց, այլ հայկական խոհանոցը պլյուս մեր շեֆ-խոհարի կողմից նոր ռեցեպտներ, նոր բաղադրատոմսերով, շատ հետաքրքիր կոլորիտային տավուշյան ուտեստներ, որոնք որ դժվար է գտնել այդ տարածաշրջանում այդ մակարդակով, այդ մատուցմամբ, եւ իհարկե թանգարանի աշխատանքներ են ընթանում, շուտով նաեւ կբացվի թանգարանը, որի բացմանը անշուշտ ներկա է գտնվելու Գետահովիտ 2 քարանձավի հետազոտությունների հիման, գտածոների հիման վրա ձևավորված թանգարանը շուտով նաեւ կդիմավորի իր հյուրերին։ Գործարանի տարածքում գրեթե 1 ամսից արդեն շատ հետաքրքիր եղանակ է լինելու եւ հետաքրքիր տրամադրություն է տիրելու այցելուների համար։ Հիմա իհարկե շատ հետաքրքիր է, բայց դե բոլորս էլ գիտենք եղանակները մասից լրիվ այլ են։ Կոլեգան էլ Ենոքավանից կարող են մեզ հուշել այդ տեսականից։ Այո, ես ուրեմն ապագա ռեզորտ Yell Extreme Park-ի մասով ներկայացնեմ նախ Yell Sport Fest-ը 2 բառով, անցած տարի առաջին անգամ Տավուշի մարզում այդ կարգի միջոցառում անցկացվեց։ Ինքը հիմնականում trail-ի, այսինքն վազքի հետևյալ տեսակը, որը իրենց ներկայացնում է լեռնային արահետներով վազք, ինչպես նաև հեծանվա վազք անցած տարի, երբ որ առաջին անգամ էինք անցկացնում Տավուշի մարզում, մենք մեր կազմակերպիչի Իլյա Ցեգանկով ինքը բավականին երկար տարիների փորձ ունի նմանատիպ, ինքը համ վազորդ է, համ աշխատել է ու նաև կազմակերպել է Ռուսաստանում, Հարավային Կովկասում նմանատիպ թրեյլեր կազմակերպել է, ու երբ որ իր գաղափարով տենց որոշեցինք նաև Տավուշի մարզում անցկացնենք, կարծում էինք 50 հոգի չի գա, որովհետև գիտեք, հայերը մի քիչ ինչքան ուզում ենք փորձում ենք դրա համար առողջ ապրելակերպ, կենսակերպ, սպորտին մարդկանց սովորեցնենք, այսպես ասած, մի քիչ ավելի դժվար էր, բայց ի զարմանս մեզ 100 հոգի հավաքվեց, անցած տարի մարզիկներ ունեցանք, այս տարի արդեն ունենք գրանցված 140 մասնակից, ովքեր եւ վազելու են թրեյլը ապրիլի 5-ին, մի քանի դիստանցիա լինելու, 4 կիլոմետրանոց, 12 եւ 32 կիլոմետրանոց, ինչպես նաեւ մանկական մրցավազք է լինելու ապրիլի 5-ին, 1.5 կիլոմետրանոց նաև տաղավարներ լինելու, սպորտային ապրանքների ցուցադրություն վաճառք, յոգայի սիրողական մաստեր-կլաս, տենց ու շատ հավես միջոցառումներ նախատեսվում ապրիլի 5-ին, իսկ ապրիլի 6-ին, ինչպես նշեցիք, հեծանվա վազքը, որը սկիզբ է առնելու Իջևանի գինու գործարանի տարածքից եւ վերջանալու է ապագա ռեզորտի տարածքում, ընդհանուր երկարությունը 15 կիլոմետր ու 750 մետր վերելք, այսինքն սովորական
էլի հեծանվազք չի, անցած տարի երբ որ եկել էին, կարծում են ու շատ թեթև անցնելու, բայց այդ վերելքը ինքնին շատ բարդ է հաղթահարել ու դրա համար ավելի հիշվող է։ Ու քանի որ զգում ենք, որ տարեստարի պահանջարկը ավելի մեծ է, հույս ունենք, որ դա կխթանի մարդկանց, որ ավելի շատ ուշադրություն դարձնեն սպորտին, առողջ ապրելակերպին, որ նմանատիպ փառատոները, այն որ արդեն մարդաշատ է, դա շատ լավ է։ Հյուրերի համար մուտքը անվճար է, կարող եք գալ այդ օրը բոլոր նաև Yell Extreme Park-ի փորձառությունները հասանելի են լինելու, այսինքն կարող եք zipline-ից էլ օգտվել, off-road tour, ձիավարություն, այդ ծառայություններից էլ օգտվել ու նաև իհարկե ականատես լինել այդ միջոցառմանը։ Բավական հետաքրքիր բաներ է կազմակերպում, որովհետև սա իհարկե խթանում է առողջ ապրելակերպին եւ խթանում է բնության հետ ներդաշնակ լինելուն։ Ինչը երկուսը մեկտեղում համադրվելով տալիս են արդյունքը, որը շատ սպասելի է։ Ինձ հետաքրքիր է միշտ նմանատիպ հետաքրքիր հանդիպումներից միջոցառումներից հետո ինչպիսին են լինում արդեն այցելուների կամ մասնակիցների արձագանքները, ֆիդբեքերը։ Բավականին դրական, օրինակ անցած տարի շատ դրական էր, ուղղակի անցած տարի, քանի որ մեր մոտ ամենաերկար դիստանցիան է Trail-ի վազքի 17 կիլոմետր էր, մի քիչ դրանից էին ասում են, եթե մյուս տարի ավելի երկար լինի, 17 կիլոմետրը լուրջ չի։ Ուրեմն մենք հաճույքով կգանք, նույնն էլ հեծանվավազքի պահով անցած տարի 10 կիլոմետր ա եղել, ու երբ որ այս տարի առաջարկ ստացանք Ազայի կողմից, որ գինու գործարանը ներառվի մեր լոկացիայի մեջ, մեր երթուղու մեջ, դրա համար մենք էլ ուրախացանք, որ կարելի է եւս 5 կիլոմետրով երկարացնել այդ հեծանվավազքը ու հեծանվորդներն էլ ավելի մեծ հաճույքով սկսեցին գրանցումներ անել, որովհետև ասում են, եթե գալիս հասնում ենք, իդեպ նշեմ, որ մեծամասամբ արտասահմանից են գալիս մարզիկները, ունենք Վրաստանից խումբ, Ռուսաստանից գրանցված մասնակիցներ, ինչպես նաև Եվրոպայից, ովքեր գալիս են հատուկ այդ օրը, այդ երկու օրը մասնակցեն։ Ու դրանից հետո շատ դրական ֆիդբեքեր ունեցանք, ու հուսում եմ այս անգամ էլ ամեն ինչ շատ հարթ կանցնի ու լավ լինի։ Իսկ այցելուները, երբ որ գալիս են Էջևանի գինու գործարան։ Նախորդ տարի փորձառություն մենք ունեցանք համագործակցելու նույնպես շրջանակներում, պարզապես տաղավարով ենք ներկայացված Ենոքավանում։ Մեզ շատ դուր եկավ շփումը մարդկանց հետ, այն աուդիտորիան, այն տեսակը մարդկանց, ովքեր որ այցելում են տվյալ մրցույթներին, իրապես մեզ գրավեց ու ցանկացանք ոնց որ մի քայլ առաջ գնալ եւ համագործակցությունը ավելի ոնց որ հետաքրքիր դարձնել, փորձելով այդ մեր թիրախային, կարելի ասել մեր երկու կազմակերպությունների թիրախային լսարանն է համատեղել ու բնականաբար այցելով Ենոքավան զբոսաշրջիկները, սպորտսմենները կարելի ասել, որպես զբաղմունք ալտերնատիվ երեկոյան այցելում են գործարան, երեկոն են ամփոփում մեգավատ գինու շուրջ, նշում են հաղթանակը, ինչու՞ չէ, փորձում ենք անել ամենը, որպեսզի Տավուշում մեր տարածաշրջանում փորձենք մարդկանց ժամանցի հետաքրքիր տարբերակներ առաջարկել։ Գործարանը մշտապես նմանատիպ միջոցառումների կողքին է։ Եվ արդեն ամառվա համար բավականին հետաքրքիր գրաֆիկ ունենք, դեռևս փակագծերը չենք բացի, բայց վստահ եմ արդյոք ունենանք այդ միջոցառումներին հանդիպել, ձեզ հետ քննարկել։ Մեզ համար երկու կազմակերպությունների համար կարծում եմ կարևոր է ստեղծել որակյալ պրոդուկտ, որակյալ ժամանց ապահովել, որպեսզի էլ ավելի զարգացնենք, այն որ նախորդ տարվա մասնակիցները այս տարի ավելի շատ մասնակիցներ ունեն, քան նախորդ տարի, դա վկայում է, որ մարդիկ գնահատել են այդ աշխատանքը, տարված հսկայական աշխատանքը, գրեթե 2 ամիս իրենք աշխատում են ու ես որ պատկերացնում եմ, երբեմն զանգում եմ, ասում են, գիտեք, կազմակերպիչներից մեկը Իլյան սարերում հիմա գծանշումներն է անում, այդ պատճառով ինքան հասանել է, շատ բարի, ու որ պատկերացնում եք ինչքան աշխատանք այս ամեն ինչի հետևում, դա ուղղակի շատ ողջունելի է ու մենք չենք կարող մասը չլինել նման հետաքրքիր նախաձեռնությունների։ Եվ քանի որ հետաքրքիր եւ խիտ գրաֆիկի մասին արդեն խոսեցիք, առաջիկայում գիտեմ, որ Գյումրիում ունենք իրադարձություն, այս մասին երևի կարող ենք փակագծերը հիմա բացել։ Այո, նախատեսում ենք մենք ուր գնալ Հայաստանում հաղորդման հետ սերտ համագործակցում ենք եւ այս անգամ որոշել ենք միասին գնալ Գյումրի, մեր հայրաքաղաքը, եւ քանի որ ունենք ֆիրմային խաղուն սրահ Գյումրիում, որոշել ենք այդ օրը հետաքրքիր միջոցառում անցկացնել տեղում, որտեղ կլինի համտես, խաղարկություն, նման միջոցառում դեռևս Գյումրիում չեն կարել եւ կարծում եմ համատեղ կարողանանք հետաքրքիր ժամանց ապահովել նաեւ մեր գյումրեցի սպառողներին եւ հեռուստադիտողներին։
Եվ դա կլինի 1 օր։ Դա կլինի 1 օր, այո։ Դա կլինի 1 օր, օրը կարծում կհայտարարենք Այո, եթերում։ Այո, Այո, մենք ասենք։ Եվ սիրով կսպասենք մեզ մոտ ֆիրմայի խանսրահում։ Ես միշտ եւ լինելով արդեն Իջևանի գինուգործանում, ես միշտ այսպես առանձնահատուկ տեղ եմ ինձ համար առանձնացնում են համեղ պահածոները, որոնք կան, որտեղ ես շատ եմ սիրում, հատկապես այդ թթվի հետ կապված ամեն ինչ, ու շատ համով է։ Սա պարզապես անկեղծություն, որ ասում, ես միշտ եթերում դա նշում, որտեղ իրոք շատ համեղ է ամեն ինչ։ Ես ուզում եմ հասկանամ, ինչպես է ձեզ հաջողվում, որ կարողանաք այդ նույն տրամադրությունը տակ, ինչը ոնց որ տանը պատրաստես եւ ուտես, մայրիկի համեղ պատրաստածի տրամադրությունը ու տպավորությունն ենք ստանում։ Եթե հիշեք, պահածոյի արտադրամասում աշխատում են հենց մայրիկներ, տատիկներ, ովքեր որ իրենց տան փորձը բերում են հսկայական արտադրության մեջ։ Մեր յուրաքանչյուր պահածոյի մեջ սեր ու հոգի կա դրված։ Դա է գլխավոր գաղտնիքը, որ մենք արտադրում ենք ոչ միայն ուղղակի արտադրություն չի սա, այս գործի մեջ դրված է սեր, ջերմություն, ընտանեկան ջերմության մասին է խոսքը, որ ամեն անգամ պահածոն բացելուց դուք դա կզգաք։ Կարծում եմ դա է գրավականը։ Կոնկրետ պահածոյի արտադրամասը, եթե չեմ սխալվում, դուք եւս նկարահանումը արեցիք այնտեղ, գլխավորում է Տիկին Ռոզան։ Տիկին Ռոզան իր բաղադրատոմսերով, իր տնական բաղադրատոմսերը ադապտացրել է մեծ արտադրության համար։ Եվ բոլոր կանայք, որոնք հավաքված են արտադրության շուրջ, հետևում են իր դրած, այսպես ասած, կանոնադրությանը եւ ավելացնելով այդ ամենակարևոր բաղադրիչ, ինչպես նշեցի, ծերն ու հոգին, ստեղծում են այս պրոդուկտները։ Եվ քանի որ Իջևանի գինուգործարանից տպավորությունները մեր շատ են, մի բան էլ ես առանձնացնեմ, որ ինձ համար շատ ուշագրավ էր։ Ես հիշում եմ, երբ այնտեղ մեզ ասացիք, որ Իջևանում չկա կամ գրեթե չկա մեկ ընտանիք, որից աշխատող չունենակ Իջևանի գործանում, այսինքն ինքը նաև հրաշալի տարբերակ է մարդկանց աշխատանքով ապահովելու համար, ինչը ինձ համար այդ տեղեկատվությունը sense փշաքաղվելու աստիճանի էր, որովհետև իսկապես հատկապես մայրաքաղաքից դուրս շատ մարդիկ ունենում են տարբեր խնդիրներ, հենց մեկ աշխատանք գտնելու հետ կապված, ինչն էլ պայմանավորում է դեպի Երևան գալը, ու այս առումով Իջևանի գործարանը եւս մեկ անգամ մարդկանց կարողանում է ավելացնեմ, որ բացի նրանից, որ գրեթե բոլոր ընտանիքները Իջևանում ունեն բարեկամ կամ անդամ ընտանիքի, ով աշխատում է գործարանում, մթերման սեզոնին, երբ որ սկսում են արդեն մրգերը պատրաստ են հավաքի համար, մեզ մոտ երեխաները գյուղերից, տարբեր տեղերից, փոքր մի կիլոյով, այնպես փոքր ամանների մեջ կարող է հոն բերեն, մոշ բերեն, հանձնեն, իրենք իրենց օրվա հանապազորյա հացը վաստակեն։ Դա էլ է շատ հետաքրքիր ու համայնքը միավորվում է գործարանի շուրջ։ Մեզ մոտ հենց հոնը պատրաստ է, տեսնում են երեխաները, դույլերով հոն են վերել մեզ մոտ։ Ու մեզ համար կայական չի, դա կես կիլո կբերի, 1 կիլո կբերի, մենք ամեն դեպքում վերցնում ենք, որպեսզի մոտիվացնենք տեղի բնակչությանը ու հատկապես երեխաներին, որ աշխատեն, իրենք իրենց աշխատանքով վաստակեն։ Եվ քանի որ բրիզի մասին խոսեցին, գիտեմ նոր արտադրանքների առումով մենք պուր կարբոյի մասին եւս շատ խոսել ենք, բայց դուք եւի ավելի պրոֆեսիոնալ կներկայացնեք հիմա գինու մասին, որովհետեւ գիտեմ, որ Հայաստանում նորությունների շարքից է։ Pure carbon կարբոնիկ թրմեցման պատրաստված գինի է, carbonic maceration, համարվում է երիտասարդ եւ նորաոճ գինի։ Վերջերս մասնակցում ենք Ճապոնիայում էքսպոյի եւ շատ բարձր գնահատական ստացավ ինքը հենց ճապոնացիների կողմից, շատ սիրվեց, նաեւ տեղական շուկայում ասեմ, որ բավականին սիրվել, ինքը շատ թեթև, նուրբ, հյութեղ գինի է ստացվել, նույն Արենի խաղողի տեսակից է։ Մենք ունենք օրինակ սափոր կարմիր գինին, որը որ Արենի 100%-անոց խաղողից է պատրաստված։ Pure carbon եւս Արենի խաղողի տեսակից է, բայց տեխնոլոգիան թույլ է տալիս այնպես աշխատել գինու հետ, որ ինքը լինի մաքսիմալ թեթև, մաքսիմալ հյութեղ ու շատ հեշտ է ըմպել այդ գինին։ Շատերը օրինակ ասում են, վայ ես կարմիր գինի չեմ խմում, գլխացավ է առաջացնում, pure carbon իր լուծումն է։ Ինքը հյութի պես է գնում։ Ինչ որտեղ դա այո վտանգավոր է, բայց շատ հաճելի է։ Շատ լավ, եւ երբ ֆանից կարող է արդեն զբոսաշրջիկը գալ գործարան, այսինքն կա որոշակի ժամանակահատված, թե երբ ցանկություն կա։ Գործարանի դռները մշտապես բաց են բոլորի առաջ։ Մենք արդեն ակտիվ սեզոնը գրեթե բացվել է։ Հիմնականում
եղանակով է պայմանավորված, արդեն երբեմն տուրիստները ասենք կարող մտածեն, հա, անձրև այս սեզոնին շատ է լինում, միգուցե ավելի պասիվ լինեն, բայց գործարանը ամեն օր առավոտյան ժամը 10-ից մինչև ժամը 6-ը սպասում է իր հյուրերին, թե ռեստորանը, թե դեգուստացիոն սրահ պատրաստ են ընդունել, պարզապես ինչը որ նշեցինք նոր շենքը, ստեղծվել է այն նպատակով, որպեսզի ավելի ընդարձակենք։ Պահանջարկը քանի որ մեծ է, մեծ խմբերի այցերը ավելի հանգիստ կազմակերպելու համար, այո, կարիքը կար մեծ դեգուստացիոն սրահների, քանի որ շատ հաճախ ունենում ենք դրսից հյուրեր, տարբեր ասիական շուկայից, եվրոպական շուկայից եւ մեծ խմբերի աշխատանքը անխափան ապահովելու համար մեր գործարանում այդ մեծ սրահներն էին պետք։ Իսկ հիմա մենք սիրով սպասում ենք, հենց հիմա էլ կարող ենք միասին ուղևորվել։ Սիրով, եւ հաղորդման միշտ կա մի հատված, որ ես շատ եմ սիրում հատկապես նշել, որ կյանքի կարևոր ու շատ հետաքրքիր պահերը պետք է լրացնեն հենց ամենահամեղ գինով, որն էլ առաջարկում է հենց Իջևանի գինու գործարանը, ուզում եմ ձեզ նվիրել սափորը, որի մասին քիչ առաջ նշեցիք, ռոզեն, որովհետեւ հաստատ համոզված եմ, որ արդեն ապրիլի 5-ին 6-ին առիթը կլինի նշելու եւ այդ բաժակը բարձրացնելուց անպայման հենց Մենք թող այս արդեն տրամադրվել ենք, որ այս միջոցառումը անցնի, որ շատ լավ է։ Իսկապես հա, շատ լավ կլինի ճանապարհին, շատ շնորհակալություն։ Եվ ուզում ենք նվիրել ձեզ նաև ես համոզված եմ, որ ինչպես պրոֆեսիոնալ կազմակերպում եք այդ ամենը ձեր ոլորտում, նաև շատ պրոֆեսիոնալ, շատ համեղ եք պատրաստում խոհանոցում։ Նվիրում եմ ձեզ Տրամոնտինա բրենդի կողմից խոհանոցային պարագա, որը ունի հատուկ ծածկույթ, որի վրա չեն հավաքվում թունավոր բակտերիաները։ Սա նույնպես շատ կարևոր է, եւ իհարկե արև բացիկները, քանի որ մոտենում է մայրության ու գեղեցկության տոնը, այս բացիկները յուրահատուկ են, որտեղ այստեղ ներառված են սիրված բանաստեղծությունից ֆրազներ, որը սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծերն ամ մեծերու անգին, ծաղիկների ու նվերների հետ խնդրեմ, սա նվիրեք, այնպես որ շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ ենք։ Մենք էլ ենք շնորհակալ հրավերի համար։ Սիրով կսպասենք ձեզ։ Անպայման։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կամփոփենք այսօրվա առավոտը։ Եվս մեկ անգամ բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող, ահա մոտեցավ այն պահը, որ պետք է մատուցենք մեր շատ գեղեցիկ կարկանդակները, ես հենց հիմա ջեռոցից բերեմ այն։ Ահա տեսեք ինչպիսի գեղեցիկ փամփլիկ կարկանդակներ ենք պատրաստել, սիրելիներս, հիմա պետք է ընդամենը մատուցենք եւ մատուցելու ենք մեր շատ համեղ ուրեմն միջուկով։ Միջուկը բաղկացած էր կաթնաշորից, թթվասերից եւ իհարկե ահա ես դնում եմ այս ամանը սնկից եւ մի քանի համեմունքից դասական տարբերակով։ Դնում եմ ես ամանի մեջ, ամանները իհարկե օգտագործել եմ Տրամոնտինա բրենդի շատ գեղեցիկ մատուցման ամաններով, այսպես մատուցենք եւ մեկ հատվածն էլ, ահա ես փորձում եմ, քանի որ շատ տաք է սիրելիներս այդ պատճառով, այսպես, այդ պատճառով մի փոքր դեռ կպած վիճակ է եւ այս միջուկը տեղադրենք մեր կարկանդակի վրա, ես գթալի օգնությամբ այսպես դասավորեմ ցանկության պարագայում սիրելիներս անպայման ընկույզ ավելացրեք միջուկի մեջ, որպեսզի ավելի հագեցնող եւ ավելի հարուստ համ ստանա մեր օրվա բաղադրատոմսը։ Ես շատ չեմ չարաշահի ձեր համբերությունը, այսպես վրան պարզապես որոշեցի քունջուց ցանել, որպեսզի շատ համեղ ստացվի եւ ահա այսպիսի մատուցման ձև կարող եք միջուկ տեղադրել, կարող եք պարզապես հենց այսպես շերտավոր խմորը պանրով վայելել։ Մի խոսքով վայելեք, ճաշակեք եւ իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Մենք էլ ենք շատ սիրում քեզ Ադրինե եւ այն ամենը ինչ որ դու պատրաստում ես շատ համեղ է, քիչ հետո բնականաբար միասին ճաշակելու ենք եւ այս ամենին ավելացնելու ենք արդեն այն համեղ կոմպոտները, որ ներկայացնում է Իջևանի գինու գործարանը, ներկայացնելով այս ամենը քաղցր ու հրաշալի տարբերակը տալիս է ընտանիքում տնական պատրաստված համն ու որակը։ Այո, եւ գինու հետ չմոռանաք իհարկե պանիրների մասին, իսկ պանիրների լայն տեսականի, ինչպես նաեւ անրատկաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Տրամոնտինա բրենդը այսուհետ Հայաստանում ներկայացնում է խոհանոցային պարագաների լայն տեսականի, որոնք առաջին օգնություն են խոհանոցում ոչ միայն սիրողական, նաև ռեստորանային ոլորտում, այնպես որ Տրամոնտինան հասանելի է բոլորին քաղաքի լավագույն սուպերմարկետներում։ Դե իսկ ձեր լավագույն առիթներն էլ վստահեք Բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Այսօրվա իմ շատ գեղեցիկ դիմահարդարման համար շնորհակալություն եմ հայտնում Ալլային, իսկ վարսահարդարման համար Կարինեին։
Ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում Master Right Barber Shop-ին, որտեղ կարող եք գնալ, կարգի բերել ձեր մորուքը, արտաքին տեսքը եւ այնտեղ շատ պրոֆեսիոնալ մոտեցում է յուրաքանչյուրին։ Այցելեք այնտեղ եւ իհարկե օրը շարունակեք ժպիտով։ Եվ իհարկե ոճային ու տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք, այնտեղ ներկայացված է ամբողջ նոր գարնանային տեսականին։ Եվ քանի որ մոտենում են շատ կարևոր տոներ մայրության ու գեղեցկության, ասեմ, որ արև բացիկներն ունեն հատուկ այսպիսի տողեր նվիրված հենց այս հրաշալի տոնին։ Եվ իհարկե շուտով նաև վերջին զանգն է եւ հատուկ վերջի զանգի համար պատրաստվում է էլի շատ սիրված երգով բացիկները հասանելի բոլորին։ Բացիկները գտեք Kaiser սուպերմարկետում եւ քաղաքի ծաղկաշատ եւ քաղցր վայրերում։ Դե իսկ վերջում ամենամեծ շնորհակալությունը ձեզ շատ սիրելի հեռուստադիտողներ, այսօր կրկին առավոտյան առաջին ծրագիրը նախընտրելու եւ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Եվ վերջում շնորհակալություն մեր ամբողջ թիմին, մեր անխափան եթերը ապահովելու համար։ Եվ չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։